Ալիևը սիրիացի վարձկաններին է հիշել նրանց, ում 2020-ին առանց որևէ փաստաթղթի Թուրքիայի տարածքով հասցրել էր Ադրբեջան, այնուհետև 2000 ևս $100 էլ յուրաքանչյուր հայի գլխի համար խոստանալով ուղարկել Արցախի դեմ պատերազմի։ Նրանցից երկուսն այժմ Հայաստանի բանտերում են, պատիժը պետք է կրեն մինչև կյանքի վերջ։ Ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի, Բաքուն հայկական կողմի հետ քննարկում է հենց նրանց հայ ռազմագերիների հետ փոխանակելու հարցը։ Ոչ թե վարձկաններով հենց Ադրբեջանն է հետաքրքրված, այլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան, որի ազդեցությունը մեծացել է Սիրիայում, եւ ընդհանրապես Ադրբեջանը միջնորդավորված այն պետությունն է, որը կարող է այս խնդիրը լուծել դաշնակից երկրների համար։ Այլապես կարծում եմ այս վարձկանները հենց Ադրբեջանի համար չպետք է հետաքրքրություն ներկայացնեին։ Հաշվարկնելու վերջերս թուրքական զորքերը մտել են Քրդաբանակ 3 շրջաններ, ճիշտ է։ Սա քարոզչական դաշտում գործընթաց է, որտեղ Թուրքիայի շահի սպասարկողը շատ ոլորտներ, այդ թվում նաև այդ ոլորտում Բաքուն է։ Վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն համարվում, քանի որ ըստ էության խախտել են անգամ զինված ընդհարման մասնակցելու թույլատրելի կանոնները, որոնք մարդասիրական իրավունքն է սահմանում։ Իրավական փորձագետն է նշում, Աննա Մելիքյանն ասում է, վարձկանների դեպքում, եթե քրեական արդարադատության շրջանակում խոսենք, ապա հայկական կողմը նույնիսկ պետք է համապատասխան երաշխիքներ ստանա, համաձայն որոնց այդ անձինք շարունակելու են կրել իրենց պատիժն այնքան ժամանակ, որքան ընդունելի կլինի մեր օրենսդրությամբ։ Այս դեպքում իրականում փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման կամ կոնֆլիկտով պայմանավորված ազատությունից զրկված անձանց կամ հայրենադարձության կամ փոխանակման գործընթացները ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում են տեղ ունենում, այլ քաղաքական պայմանավորվածություններ եւ ըստ էության, եթե առանց նման երաշխիքների հանձնվեն, կստացվի, որ մենք անտեսում ենք եւ մեր միջազգային պարտավորությունները եւ այդ թվում նաեւ այո ներպետական դատարանի ոճատեսակ։ Այսուհանդերձ մասնագետներն այն համոզմունքն ունեն, որ հենց հայկական կողմը պետք է օգտվի իրավիճակից։ Երկու վարձկանը քանիսի դիմաց միջազգային դատարաններում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանի խոսքով Ադրբեջանը վերջին տարիներին մշտապես քանակական հավասարության է ձգտել, այսինքն թվային հավասարակշռությունը արհեստական գերադասել ու անտեսել, թե ով ինչ արարք է գործել։ Կարծում եմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը քննարկումից դուրս է։ Հասկանալի է, որ ռազմագերում պահելը ունի իրավական հիմքեր եւ պատերազմական հանցագործություն է, մինչդեռ հանցագործներին անպատժելիություն տալը դա կյանքի իրավունքի խախտում է եւ մենք այստեղ չենք կարող հավասարություն ունենալ։ Իմ գնահատմամբ Ադրբեջանի իշխանությունները փորձել են որդեգրել երկուսը կամ առավելագույնը 3-ը երկուսի դիմաց մոտեցումը, ինչը անթույլատրելի է։ Իրականում այս վարձկանները դաշնակից երկրների համար շատ կարևոր են։ Նրանք այլ խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն են ունենալու, ուստի հայկական կողմը պետք է հասկանա նրանց արժեքը։ Ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը, ինչպես է պատրաստվում բանակցել, փորձեցինք ճշտել արտգործնախարարությունից, չարձագանքեցին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։